Դատարանների, դատախազական մարմինների, քննչական մարմինների, դատարանների, որովհետև մարտի 1-ը եւ մարտի 1-ին նախորդած ու հաջորդած իրադարձությունները հնարավոր են եղել բացառապես մի ամբողջ համակարգի աշխատանքի արդյունքում։ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը միայնակ չէին կարող երկիրը այս վիճակի հասցնել։ Պետական մարմիններ, օրենսդիր մարմին, գործադիր մարմնի տարբեր ուրեմն գերատեսչություններ, դատախազություն, դատարաններ, սահմանադրական դատարան, դրանք բոլորը մեկ ընդհանուր գործ են արել, սահմանադրական կարգ են տապալել եւ պետություն են զավթել, սրա վերաբերյալ պիտի լինի իրավական եւ քաղաքական գնահատական, թե ոչ, սրան պիտի հաջորդի կոնկրետ գործողություններ, պետությունը ժողովրդավարությունը պաշտպանելու ուղղությամբ գործողություններ, քայլեր պիտի ձեռնարկի, թե չէ։ Այդ որ այդքան ասում ենք վեթինգ պիտի արվի դատական համակարգում, սա նկատի ունենք։ Այդ որ հիմա հիասթափված եք դատական իշխանությամբ, նախորդային վարչապետի ելույթն եմ ձեզ ցիտում, դրան պիտի նախորդեին շատ որոշակի գործընթացներ, ես ազգային ժողովում դրա մեծագույն ջատագովն եմ եղել եւ ձեր պաշտոնյաները, այդ թվում նաեւ արդարադատության նախարարը սահմանադրությունն էր վկայաբերում որպես գլխավոր մեղավոր, որ մենք չենք կարող այս սահմանադրությամբ, գործող սահմանադրությամբ վեթինգ անել։ Ես էլ ասում եմ, որ կարող էինք եւ ձեր մյուս պաշտոնյաները, բարձրագույն դատական խորհրդի անդամության թեկնածու Դավիթ Խաչատրյանը, Գագիկ Ջահանգիրյանը եկել էին ազգային ժողով եւ ապացուցում էին, որ գործող սահմանադրությունը ոչ մի խոչընդոտ չի ստեղծում դատական համակարգը մաքրելու, զտելու համար։ Եվ ունենք այս խայտարակ դատական համակարգը, այս դատական համակարգով մենք ոչ պետություն կլինենք, ոչ ներդրումներ կունենանք, ոչ էլ կարողանանք այնպիսի ահռելի հնարավորություններից օգտվել, ինչպիսին օրինակ օգոստոսի 8-ի պայմանավորվածություններն են եւ այն ահռելի հնարավորությունները, որոնք բացվել են մեր պետության առաջ, եւ մենք որպես քաղաքական դաս մի խնդիր ունենք երկրում ստեղծել պայմաններ, քաղաքական, տնտեսական, հասարակական համերաշխություն ստեղծել, որպեսզի կարողանանք օգտվել այն պատուհանից, որը Հայաստանին իրապես ոտքի կանգնեցնելու, զարգանալու, ոչ թե յոլա գնալու, ոչ թե քարշ գալու, ինչպես մենք 34 տարի ապրել ենք, այլ իրապես արժանապատիվ տարածաշրջանային դերակատար դառնալու, նաև գլոբալ գետնի վրա մեզանից ինչ որ կարևոր նշանակություն ձեռք բերելու համար։ Էսա որ այսօրվա տեղի ունեցած սպանությունը դա մի գործընթացի շարունակություն է, շղթա է, որի նպատակն է Հայաստանը թույլ չտալ ուրեմն կանգնել իրապես ոտքի, այս ծնկած վիճակից վերջապես ոտքի կանգնել եւ զարգացման ռելսերին։ Այսինքն սա առանձին չեք դիտարկում որպես միջադեպ, դուք դառնում եք դա որպես իհարկե գործընթացի կարևոր կարծում եմ, որ պետության համար սա կարևոր ահազանգ է, թույլ չտալու որևէ կերպ շարունակություն։ Իհարկե, եթե սրա մեջ կա քրեական տարր, դա շարունակություն ունենալու ռազմորկեքի նոր պատուհան է բացում։ Ես ուղղակի զգուշացնում եմ, որ սա կարող է շարունակություն ունենալ եւ պետության ուղղակի պարտականությունն է եւ մենք պիտի աչքաթող չանենք, որտեղ տեղի են ունեցել շատ կարևոր դրան նախորդած իրադարձություններ։ Եվ սա նաև մեր իրավապահ համակարգի բաց թողումն է։ Տեղի են ունեցել կրակոցներ նույն համայնքում, նույն վայրում, որտեղ այսօր սպանությունն է տեղի ունեցել, այդ նույն բնակավայրում, եւ ազգային անվտանգության ծառայության, ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանումները դատախազությունը պիտի պատշաճ ուշադրության տակ պահեին այս համայնքը, որտեղ հասկանում ենք, որ համայնքապետը ունեցել է այսպիսի ստվերային քրեական որոշ ուրեմն հակումներ եւ կապեր եւ դա շատ կոնկրետ դրսեւորվել է մի շարք այսպես գործողություններով, որոնք կարող էին հանգեցնել այս տեսակ կործանարար անթույլատրելի վախճանի եւ սա մեր հավաքական անպատասխանատվության, պետության նկատմամբ, ժողովրդի ընտրության նկատմամբ ուրեմն հավաքական անպատասխանատվության վերաբերմունքն է։
քրեական աշխարհը մշտապես փորձում է սողոսկել քաղաքականություն եւ ազդեցություն ունենալ քաղաքականության վրա։ Եվ պիտի ասեմ, որ դրանց հաջողվում է։ Մերթ ընդ մերթ ժամանակ առ ժամանակ դրա համար իհարկե անպագորգոր հայտարարություններ են արվում, մուրճեր են թափահարվում, որ թույլ չենք տա եւ այլն, բայց ես ձեզ ասեմ, որ դատական համակարգի, դատախազական համակարգի ասերտաճումը քրեականների հետ, մենք դատավորներ ունենք, որոնք քրեական աշխարհի հետ ուղիղ նստում հաց են ուտում։ Դատավորներ ունենք, Վճռաբեկ դատարանի դատավոր ունենք, թող գնան պարզեն։ Դատավորները քրեական աշխարհի հետ ունեն եւ իրենք խոսում են գողական լեքսիկոնով։ Բա ինչ եք ուզում, բա այդ պիտի լինի։ Բա այդ դատավորը միջև հիմա որ դատական համակարգումը մեր ամենաթողության պատճառով է, որտեղ մենք կամք չենք ունեցել այդ դատավորին ուղղակի զտելու եւ դուրս շպրտելու դատական համակարգ։ Ինձ հետաքրքրում է մենք հետաքրքիր էին որպես քաղաքական դաս։ Ես որպես ազգային ժողովի падգամավոր նախորդ գումարման, այսօրվա ազգային ժողովը, որը չգիտեմ ինչով է զբաղված, ամեն ինչով բացի պետության այս կարիքների մասին բարձրաձայնելը, որ գողփիսո եւ չգիտեմ ինչ կատու ասելով առաջ են գնում 5 տարի ուղիղ։ Առաջիկայում մոտ 50 բնակավայրեր ենք պատրաստվում լինել, պլանավորում ենք առաջիկայում Հրազդանում եւ Գյումրիում լինել ամսի 26-ին Հրազդան, ամսի 29-ին Գյումրի, դրան նախորդել են այցեր Վարդենիս, Ապարան եւ Չարենցավան համայնքներ եւ պիտի ուրախությամբ նշեմ, որ առաջին անգամ մեր հանդիպումներում ըստ էության անվտանգության առնչվող հարց չի բարձրանում։ Մարդիկ իսկ մենք ավելի շատ գնում ենք լսելու ոչ թե խոսելու։ Սոցիալական կենցաղային հարցերը բայց անվտանգության, այո, անվտանգության մասին մարդիկ չեն խոսում եւ սա շատ լավ է։ Նշանակում է, որ անվտանգության մասով մեծ հաշվով, օրինակ Վարդենիս համայնքում կարծում եմ, որ սա մեծ ձեռքբերում է։ Բայց եթե մենք անվտանգությունը չենք կարողանում կապիտալիզացնել մարդկանց բարօրությունը, մարդկանց կյանքը փոխելու, մարդկանց կյանքի որակը փոխելու, ինչի համար է այդ անվտանգությունը, ինչի համար է խաղաղությունը, եթե մենք չենք կարողանում հույս բերել ապրելու այն բնակավայրեր, որոնք ընդամենը 3 տարի առաջ թշնամու ուղիղ նշանառության տակ էր։ Մարդիկ չեն վախենում օրինակ այս պահին ադրբեջանցիների առաջխաղացման այդ փաստից, որովհետև Վարդենիսի հատվածում նրանք դիրքավորվել են այն հատկապես հատվածներում, որոնք այն դիրքերում, որոնք վերապահվել էին ռուսներին։ Ռուսները հանձնել են ադրբեջանցիներին եւ դուրս են եկել։ Մեր տարածքում գտնվող դիրքերի մասին է խոսքը։ Բայց դա ավելի մեծ վտանգ չի պարունակում այս պահին, քան այն հարցերը, որոնք բարձրացրին մեզ վարդենիսցիները, եւ իդեպ ասեմ շատ նաեւ ընդհանրական նույն հարցերը Ապարանում եւ Չարենցավանում էին բարձրացնում։ Մենք ամենաթող վիճակ ունենք եւ տպավորություն է, որ Երևանում մեծ բաներից խոսելու ժամանակ կա, բայց այս կարևոր միկրո հարցերի մասին մենք ժամանակ չունենք խոսելու։ Դե ես ձեզ կոնկրետ օրինակ բերեմ։ 10000 դրամով աշխատատեղ, եթե մենք Վարդենիսում առաջարկում ենք, աշխատող չկա, օրը 10000 դրամ։ Բայց Վարդենիսին գալիս է Երևան 10000 դրամով աշխատում է։ Հարց, ինչու։ Որովհետեւ Վարդենիսում մենք չունենք կյանքի համար նորմալ պայմաններ եւ մարդը 10000 դրամը ծախսելու, վայելելու հնարավորություն չունի Վարդենիսում։ Եվ արդյունքում գիտեք ինչ է ստացվել, որ Վարդենիսում հրամանատարական կետերից մեկը կառուցում են Շարմ էլ Շեյխից բերված ինչ որ արաբներ։ 10000 դրամով օրը։ Բայց այդ 10000 դրամով աշխատող Վարդենիսին Երևան է եկել եւ Երևանում շինարարությամբ է զբաղված։ Այս հարցերի մասին մենք պատրաստ ենք խոսել, որտեղ Վարդենիսից այս պահին ավելի շատ բնակիչ կա Երևանում, քան Վարդենիսում։ Վարդենիսցիները հիմա տեղափոխվել են խմբերով Երևան եւ զբաղվում են շինարարությամբ։ Երբ մենք ահռելի անելիքներ ունենք եւ աշխատանքներ ունենք Վարդենիսում։ Վարդենիսում 16 ուրեմն ձեռնարկություն է եղել խորհրդային տարիներին եւ ոչ մեկ գործարկելու ուղղությամբ աշխատանք չի տարվել։ Կներեք, ես ուզում եմ 4 դպրոց կա այսօր, որի վերաբերյալ պետք է որոշում կա, որ պետք է վերակառուցվեն, բայց 4-ի կարիքը չկա, պարզվում է այնքան քիչ են աշակերտները, խոսում են, որ 2-ը բավարար է, բժիշկ չկա, ես ուզում եմ ընթերցեմ, կներեք, շատ լավ դիպուկ գրել եք դուք, ես ձեր Facebook-յան էջից եմ վերցրել,
Վարդենիսում, ընդ որում ասում եք Հայաստանի քաղաքներում, գյուղերում մենք բախվում ենք նույն իրականությանը, այս նույն իրականությունը հիմա տեսնենք Վարդենիսում մարդիկ ապրում են առանց հիվանդանոցի, իսկապես։ Այո։ Առանց Դե բժիշկների։ մարդիկ ասում են, որ գնացեք Մարտունի, որտեղ բժիշկ չկա, բժիշկները չեն գնում Վարդենիս, որովհետև պետությունը պիտի ունենա հստակ ռազմավարություն։ Մարդկանց, ովքեր որ դիպլոմ են ստանում, պետք է նրանց դիպլոմ չտալ, մինչև իրենք չգնան օրինակ պրակտիկա չանցնեն Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում։ Ժամանակին խորհրդային տարիներին այդպես էին արվում։ Բայց ինչպես պիտի անենք, Վարդենիսի բնակիչները պիտի զրկված լինեն նորմալ պատշաճ բուժօգնությունից, ասում են գնացեք Մարտունի։ Առ այսօր փաստորեն։ Ես Այս վիճակը նախորդ շաբաթվա մասին եմ ինձ խոսում։ ծանոթ է եղել, բայց շատ ավելի վաղ, ես վաղուց չեմ Դե պատկերացրեք, որ դուք իրավունք ունեք չստուգել, բայց Հայաստանի իշխանությունները իրավունք չունեն չստուգել։ Նրանք ամենօրյա կարգով Երևանի Հանրապետության հրապարակից պիտի դուրս գան եւ ամեն օր պիտի գնան մարզերում տեսնեն թե ինչ է կատարվում։ Մեծ խոսելուց զատ պիտի տեսնեն թե իրական կյանքում այս մարդիկ ոնց են գնացել այդ բնակավայրերը մենք շենացնելու փոխարեն այսօր ավելի հուսալքության ու անմխիթար վիճակի հասցնելու վիճակի մեջ են։ Տրանսպորտ չկա ներքաղաքային ընդհանրապես պատկերացեք մարդիկ եկել են ժամը 5-ին, ժամը 7-ին նշանակված մեր հանդիպմանը, ուզում են ներկա լինել մեր հանդիպմանը, բայց ասում են 7-ին տրանսպորտ չկա, կներեք, չենք կարող մասնակցել։ Բայց սա 21-րդ դարին Հայաստանի սահմանամերձ ամենակարևոր բնակավայրերից մեկին սազում է։ Բա ով պիտի այս հարցերով զբաղվի։ Ով պետք է զբաղվի։ Պետությունը պիտի հստակ նախ սահմանամերձ բնակավայրերի վերաբերյալ պիտի ունենա կարիքների գնահատող մի շատ կարևոր մարմին։ Այդ մարմինը պիտի գնա տեսնի ինչ խնդիրներ կան՝ տնտեսական, սոցիալական, հոգեբանական, որովհետև պատկերացնում եք, չէ՞, որ մարդը ասում է ինձ ջահել մարդը, ասում է ես 100,000 կստանամ, թե 500,000 կստանամ Վարդենիսում, միևնույնն է, ծախսելու տեղ չկա։ Որովհետև ոչ սրճարան կա, ոչ ռեստորան կա, ոչ աղջկա հետ հանդիպելու մի նորմալ վայր կա։ Բայց մարդը այդ փողը որտեղ ծախսի։ Եթե իր ծախսելու տեղը միևնույնն է մնում է մայրաքաղաք, հենա գնա մայրաքաղաքում կաշխատի, մայրաքաղաքում կծախսի։ Մեր խնդիրն է համաչափ զարգացման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծել։ Եվ մենք առաջարկում ենք, օրինակ, Վճռաբեկ դատարանը տեղափոխել Վարդենիս։ Մենք առաջարկում ենք, որ այն ինստիտուտները, որոնք որ քաղաքացիների հետ ուղիղ շփում չունեն, Հայաստանի Վճռաբեկ դատարանը ինչի համար է Երևանում։ Կարող եմ իմանալ, մեյլերով են իրենք ստանում իրենց հայցադիմումները կամ փոստով են ստանում իրենց հայցադիմումները, դնում են գրավոր ընթացակարգով մեծ մասամբ, որոշումներ են կայացնում։ Գնացեք, ձեզ հետ կուլտուրա տարեք, ձեզ հետ ինֆրաստրուկտուրա տարեք, թույլ տվեք, որ վարդենիսցիները այդ բոլորի հետ հաղորդակցվեն եւ դա պատշաճ զարգացում ապահովի, օրինակ, այնպիսի փոքր բնակավայրին, փոքր, բայց իր նշանակությամբ չափազանց կարևոր սահմանամերձ այդ բնակավայրին մենք կարողանանք շատ մեծ շուկ ու կարևորություն հաղորդել։